Կանցնեմ, լավ մնացեք, հաջողություն Պարոն Քոչարյան, Հայաստան դաշինքը խորհրդարան անցնելու դեպքում պատրաստվում եք կոալիցիա կազմել ուժեղ Հայաստանի հետ։ Մենք այս մասով շատ բաց ուղիղ ասել ենք, որ մենք պատրաստ ենք մեր ձայները տալ այն ուժի առաջնորդին, ընդդիմադիր բնականաբար, ովքեր առավելագույն ձայն կհավաքեն ընտրություններին։ Այսինքն կաշկանդված ու նույնն էլ ակնկալում ենք նաև այն մյուս ուժերից ընդդիմադիր, ովքեր կհաղթահարեն անցողիկ շենք։ Այսինքն կաշկանդված չեք լինի ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն։ Մենք ունենք մեր վարչապետի թեկնածուն, մենք ձգտելու ենք առավելագույն ձայները հավաքել, ձգտելու ենք բացարձակ մեծամասնության, բայց նաև հասկանում ենք, որ շատ հնարավոր է այլ սցենար լինի ու սրա մասին շատ ուղիղ բաց խոսել ենք մեր քաղաքացիներին։ Պարոն Քոչարյան, ձեր հայրը երկրորդ նախագահը շնորհակալություն հոգատարության համար իր հարցազրույցներում եւ ոդկասթներում պարբերաբար ասում է, որ ինքը կառավարման մեծ փորձառություն ունի, անգամ ճգնաժամային շրջանում պայմաններում կառավարելու փորձառություն ունի, այո։ Եվ ակնարկում է, որ միակ ռեալ տեխնատուն վարչապետի ինքն է, միակ արժանի տեխնատուն, թույլ տվեք ասել, ինքն է, որ պետք է ստանձնի վարչապետի տեխնատուի կարգավիճակն այնուհետև ընտրվի վարչապետ։ Ուզում եք կանգնեք, որ դուք հետո երևի հետ եք գնալու։ Նախ պատկերացնում եք իրավիճակ, որ ձեր հայրը այդպիսի կառավարման գործով, այդպիսի տվյալներով համաձայնի քվեարկել օրինակ ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնատուին, ենթադրում եմ պարոն Նարեկ Կարապետյանը։ Բայց ես քիչ առաջ ես ասացի, չէ՞, մեր սկզբունքը որն է։ Մեր տեսեք, համար մեկ խնդիրը այս չարիքի իշխանությանը, այս ազգակործան իշխանությունը հեռացնելն է։ Եթե դրա համար պետք է համախմբում այս ձևով, մենք սրա բանաձևը առաջարկել ենք ու սա շատ տրամաբանական է։ Այսինքն այստեղ առաջնահերթ այս իշխանություններից ազատվելն է, երկրորդ հերթին, այո, ինքը գտնում է ու նաև իր կյանքի փորձն է դա ցույց տվել, թե ինչպես ինքը կարող է կառավարել եւ ճգնաժամային պայմաններով, եւ տնտեսություն զարգացնել, եւ մնացած առումներով։ Բնականաբար, եթե մենք տեսնեինք այն ուժին, այն անհատին, ով որ ավելի լավ կկարողանար դա անել, ուղղակի չենք մասնակցի կսատարենք։ Եթե մենք մասնակցում ենք, ուրեմն մեր ուժերն ենք ամեն ինչ շատ հավատում, այս առումով մեր երկրի խնդիրները լուծելու հետ կապված։ Այսինքն պարոն Քոչարյանը կաշկանդված չէ, մի կողմ դնել իր ամբիցիաները վարչապետ դառնալու։ Անկեղծ չեմ հասկանում այն հարցը կրկնել, ասել ենք մենք, որ ով կհավաքի առավելագույն ձայներ, մենք պատրաստ ենք սատարել իրեն։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Քոչարյան, նաև Նիկոլ Փաշինյանը ձեր հասցեին վերջին երկու օրերին շատ կոշտ քննադատությամբ է հանդես գալիս։ Անձամբ ինձ նկատի ունեք թե մեր ուժի։ Ձեր քաղաքական ուժի հասցեին։ Եվ դիմակավորված անձանց տեսագրությունը վստահ եմ տեղյակ եք, որ համացանցում իրենցից են տեղեկացել։ Եվ կասկածներ ունենք, որ հենց իրանք են անում։ Ինչպես է վերաբերվում տեսակցություններին, որտեղ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով միանշանակ բացասական, սա ֆիքսենք, միանշանակ բացասական, ինչպես նաև իշխան Սաղաթելյանն ասել, մենք մեզ այս իշխանությունները բնականաբար պետք է հետագայում լինեն ողջ, պետք է կարողանան օրենքի ամբողջ ուժով եւ օրենքի տառը պահելով դատավարությունների մասնակից լինեն, եթե մեղքը ապացուցվի, նոր օրենքով իրենց պատասխանատվությունը կրեն։ Գիտեք, մենք այսքան ժամանակ արդեն 18 թվից շատ ակտիվ պայքարի մեջ ենք։ Մեր հանդեպ քրեական հետապնդումներ են հարուցվել, ապօրինի, իմ հանդեպ անձանց, շատ իմ ընդդիմադիր գործընկերների հետ կապված, մենք երբեք չենք դիմել բռնությանը։ Հակառակը մեր հանդեպ ա եղել բռնություն ոստիկանների տարբեր ուժերի կողմից։ Այնպես որ մենք դեմ ենք բռնությանը, ձեր նշած տեսանյութի հետ կապված։ Ես անձնապես իսկապես ունեմ ու նաև շատերը ունեն լուրջ կասկածներ, որ դա հատուկ հենց իրենց կազմակերպածն է, որպեսզի այսպես կարողանան կրքերը սրել, չեմ կարող պնդել, ենթադրություն է, սպասում եմ իրենցից նման բան, բայց այդ տեսանյութի մասին հավատացեք, այստեղ գտնվող բոլորս իմացել ենք իրենցից։ Դա տարածել են ավելի շատ իրենք ու դրա համար ավելի շատ տեղ կա մտածելու, որ հենց արվել է այն նպատակով, որ հետո այդ ամեն ինչը շարժվի։ Իրենց գործելավոճը, իրենց անցյալը, իր թերթի խմբագիր լինելու ժամանակվանից այդ ոճը։ Ես ասում եմ, ես չեմ կարող դա պնդել, բայց առնվազն այն ենթադրությունը, որտեղ իրենք են դա տարածել։ Իսկապես իրենք են դա տարածողը եղել։ Մենք երևի թե ոչ մեկս չենք իմանա այդ տեսանյութի գոյության մասին, եթե հենց իրենք դրանից չխոսեն։ Եվս մի հարց պարոն Քոչարյան, վերջին հարցը շարունակենք մեզ սպասում։ Չարաշահելով ձեր ժամանակը, պարոն Քոչարյան, օրինակ ձեր դաշինքի անդամներից մեկի ձեր թիկունքում կանգնած պարոն Սամվել Հակոբյանի հայրը, պարոն Ռուբիկ Հակոբյանը
2023 թվականին ազգային ժողովի ամբիոնից Հայաստան Դաշնինքի, եթե չեմ սխալվում, կազմակերպած լսումների ժամանակ մահապարտների գումարտակ հավաքագրելու ճկոչով էր հանդես գալիս ձեր ցուցակում, ձեր ցուցակի որ համարն է, չեմ հիշում, պարոն Աղվան Վարդանյանը նույնպես մահապարտների այսպես հավաքագրման մասին կոչ էր անում։ Մի տեսակ puzzle է, որ հավաքում եք, չի ստացվում, որ ամեն դեպքում ոնց որ թե սլակը թեքվում է դեպի դաշնակցության։ Նաև մի մեջբերում էլ անեմ, դաշնակցական պարոն Հրանտ Մարգարյանը 1 տարի առաջ 168 ժամի տված հարցազրույցում ասում էր նոր պորտկում է պետք, ասում էր որ դա կլինի սրբություն սրբոց, օրինակ հոկտեմբերի 27-ի մասին շատ ոգևորված եւ դրվատալից տոնով էր արտահայտվում։ Կարող եմ խոսել։ Խնդրեմ։ Տեսեք, կոնկրետ հայտարարությունները, որ դուք ասում եք, ես չեմ հիշում, երևի Սամվել Հակոբյան ավելի լավ կմեկնաբանի այդ մասով։ Ինչ վերաբերում է մնացածին, ձեր հարցը որ տանում եք, իբր մենք այսպես բռնություն ենք ուզում։ Նորից եմ կրկնում, մենք 8 տարի է պայքարում ենք այս իշխանությունների դեմ։ Առավել ակտիվ նաև շատերը միացան հատկապես պատերազմից հետո։ Եթե նման բան լիներ, եթե նման ցանկություն լիներ, գոնե այսքան ժամանակ ինչ որ մի ձև պետքա դրսևորում ունենար, չէ՞, ժողովուրդ, մենք չենք ուզում նման բան անել, ինչի՞ եք փորձում մեր վրա կարել ժողովրդի մեջ այսպես արհեստական վախ սերմանել, որ այ մենք պիտի էս անենք, այն անենք։ 8 տարի է պայքարում ենք։ Գտնում ենք, որ այս մարդիկ չարիք են այս երկրի համար, գտնում ենք, որ պետքա հեռանան, բայց ոչ այդ ձևով։ Նման փորձ չի եղել, նման բան չի եղել, չգիտեմ ով ինչ է ասել, ինչ էմոցիոնալ վիճակում է ասել, բայց դուք խոսում եք բռնությունից, միա ձեր վարչապետի հայտարարություններին նայեք։ Նույն քանի օր առաջ սատկացնելու եմ սրան, սատկացնելու եմ այն մեկին, սատկացնելու եմ մյուսին, այս մեկը պետքա նստի, այն մյուսը պետքա նստի։ Լինելով վարչապետ, ով որ ուղղորդում է, ում հետ կապված, դա արձագանք է այդ ամեն ինչին։ Չէ, կզացնելու մասին չէր, ասում էր Նիկոլ Փաշինյանը զզվում է այն մարդկանցից, ովքեր իր նման չեն կզել, չկզողներից է զզվում, խոսքը սրա մասին է, ոչ թե իսկ կզացնելը արդեն հունիսի 7-ին տերմինի մասին, որ գործած է ձեր հայրը եւ այդտեղից ախր այս բացատրությունը տրվել է, չէ, նույն տերմինը մնացած, այդ իրենց տերմիններն է, հասկանում եք, միտեղ կա այդ որ հասցնում են, արձագանքում ես արդեն նույն լեզվով, չափի մեջ իհարկե, բայց նույն լեզուն որ հասկանան այդպես չի կարելի։ Ով ասել է, նույն այդ օրվա հիշում եք բեմադրությունը Չաուշեսկու եւ նրա կնոջ գնդակահարման, որ ցուցադրվում էր Բաղրամյան պողոտան։ Հասկանում եք, հանրային հիշողությունը ընդդիմադիր դաշտը շատ լայն է։ Ես խնդրում եմ, ես չեմ կարող ամբողջ ընդդիմադիր դաշտի համար պատասխանատու լինել։ Եթե կան սխալ բաներ, իհարկե կարող են լինել նաև սխալ բաներ, բայց այստեղ հավատացեք, առավել մեծ պատասխանատվությունը իշխանության վրա է։ Իշխանությունն է ի վերջով ունի այն գործիքը մարդկանց նստացնելու, ոնց է ասում, ասֆալտին փռելու, մնացած անելու, ու տեսնում ենք ոնց է անում։ Ի վերջո իմ դեպքը լավ, 2-ից 5 տարի ինձ ուզում են դատել, գիտեք ինչի համար։ Ոչ մի բանի համար։ Քրեական գործի մանրամասներին ծանոթ եք, առավել եւս ծանոթ եք։ Ոչ մի ոստիկան, ովքեր ինձ մարմնական վնասվածքներ են հասցրել, ուղեղի ցնցումով, մնացածով, մինչև այսօր նույնիսկ մի օր լիազորություն չի դադարել այդ մարդկանց, հասկանում եք։ Նույնիսկ բան քրեական բանով ոչ մի մեղադրյալ չկա։ Այսինքն բաներ կա, որ այստեղ իշխանության պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, եթե վարչապետը այս ընթացքում այսօր ինչ էր ասում, Գագիկ Ծառուկյանից ասում պիտի խլեմ ցեմենտի գործարանը, Սամվել Կարապետյանը պիտի բոմժ դառնա։ Չգիտեմ, եթե դուք սա նորմալ եք համարում, մենք չենք կարող սա նորմալ համարել։ Մի բան է, պարոն Քոչյան, ընտրակաշարքի մասսայական դեպքերի մասին ուժեղ Հայաստանին վերագրվող ինչպես եք վերաբերվում։ Արդյոք այսպիսի ընտրությունների օբյեկտիվ պատկերի վրա ազդեցություն չի ունենում քաղաքական ուժերից մեկ ընդդիմադիր, ընդ որում խախտում է այստեղ հավասար մրցակցության պայմանն է, օրինակ ձեր քաղաքական։ Տեսեք, եկեք ես խորհուրդ եմ տալիս ցանկացած դեպքում ում ուզում է վերաբերել անմեղության կանխավարկածը հարկեք։ Ես ուրիշ կողմից մի հատ կուզենամ սրան նայել, նախ ուզում եմ հստակ ֆիքսել, որ ընտրակաշարքը մերժելի է իմ համար ու նաև այս վիճակում, երբ որ մենք իսկապես ուզում ենք գալ ինչ-որ բան փոխել, այստեղ փողով ձայն գնելը ինձ համար ուղղակի, չգիտեմ, բոլոր սահմաններից նորմայից դուրս է։ Մենք այն ժամանակներում չենք ապրում, որ նման բանը ինչ-որ ձև փորձենք արդարացնել։ Ես սա միանշանակ սխալ եմ համարում, եթե նման բան կա, բայց ամեն դեպքում մենք նույն ասում եմ, այս գործ սարկոցիները գիտենք ինչպես է ալնում, ու նաև շատ տարօրինակ է, որ այսպես կարծես է բոլորի հեռախոսները ձայնագրվում են, բոլորի հեռախոսները լսում են։
Իսկ իրենք իրենց բաներին լսում են, իսկ իրենք տեսնում են մարզպետարանները ինչեր են անում, ոնց են մարդկանց գործից հեռացնում։ Այսօր մի օրինակ ասացին, որ էլի մարդու գործից ազատման դիմում գրել են տվել։ Ու բազմաթիվ էս դեպքերը, երբ որ կանչում են մարդկանց հավաքների ադմինիստրատիվ ռեսուրսը օգտվում, բա սա խախտումներ չի։ Սրա մասին ձեր լրատվամիջոցը խոսում է, թե չէ, ես շատ կուզեմ, որ դուք նաև այս հարցերը բարձրաձայնեք, որովհետև ահռելի է ուղղակի այս դեպքերը։ Այս վախի մենք որտեղ գնում ենք, վախի գիտեք ինչպիսի մթնոլորտ կա, չէ, չեմ թիրախավորում, ուղղակի ուզում եմ դուք էլ բարձրաձայնեք։ Ուզում եմ, որ նաև սա, հա, շատ լավ։ Պարոն Քոչարյան, գուցե առաջարկեք ընդդիմադիր դաշտի։ Մենք մի հարց ենք պայմանավորել վերջինը, բայց արդեն 4-րդն ենք։ Հուշագիր ստորագրել, օրինակ, առաջարկող հանդես կա ընդդիմադիր դաշտում։ Դիրքավորված քաղաքական ուժերին ընտրապայքարի մասնակցող, որ ընտրակաշարքի եւ այլ ընտրական մախինացիաների օրենքով քրեական հետապնդում ենթադրող գործողություններից զերծ եք մնալ, ինչ որ մանիֆեստ ստորագրեք եւ շարունակեք քարոզարշավը։ Կողման օբյեկտիվ պատկերը չգիտեմ, ես անկեղծ այդ հուշագրերի ստորագրելուն ու մնացածին չեմ հավատում։ Հիմա նույնիսկ եթե մարդը շոր բան անում, կարա դրանից հետո էլ անի, էլի մի քիչ ճիշտ որ ասեմ, մի քիչ թող լինի նման նախաձեռնություն, ամեն դեպքում ամեն մեկը կարծեմ համոզված եմ, ես հիմա բարձրաձայնում եմ մեր ուժի ներկայացություն շատերս հայելի նույնպես անթույլատրելի են համարել, մյուս ուժերն էլ երևի թե խոսել են այս ամեն ինչից, ամենակարևորը սա է, բայց այստեղ պետք է լինի հանրային ճնշում, այսպես հանրային բարձավան, առաջին հերթին իշխանությունների նկատմամբ այդ վարչական լծակները, վախի մթնոլորտը այս ամեն ինչին վերջ տալը։ Իհարկե չեմ հավատում, որ դա լինելու է։ Քանի հատ էլ թուղթ ստորագրեն, քանի հատ էլ հուշագիր ստորագրեն, չի լինելու, շատ լավ հասկանում եք։ Եթե մարդը Facebook-ի լայքի համար կարող են հեռացնել կամ մի մարդ, որ եկել է մեր հետ հանդիպմանով, աշխատում է ինչ որ միտեղ, որը ընդհանրապես քաղաքական պաշտոնել չի, մարդուն հանում են գործից, նույնիսկ բիզնեսներից, մասնավոր բիզնեսում մարդուն ազատման դիմում են տալիս։ Նույնիսկ ոչ թե իրան։ Դեպք գիտեմ, որ հայրը, որ աշխատում է կոնկրետ սուպերմարկետների ցանցում, ասել են այ քո հայրը, քանի որ ընդդիմադիր է, դու պետք է աշխատանքից դուրս գաս։ Ձեր հայրիկի պաշտոնավարման տարիներից այնպիսի դրվագներ կարող եմ հիշել։ Օրինակ, հիմա մենք եկել ենք ասենք, մենք հիմա եկել ենք ասենք, որ եթե նախկինում սխալ ա եղել, ուրեմն հիմա պետք է լինի, թե պետք է ուղղենք։ Դատապարտում եք ձեր հայրիկի Ես դատապարտում եմ բոլոր ժամանակների սխալները։ Բռնությունները, այլախոհության հետապնդումը։ Դատապարտում եմ ամբողջովին։ Ամբողջովին եմ դատապարտում։ Ու նաև, գիտեք, լինելով թե իշխանության մեջ, թե ընդդիմության մեջ, թե քաղաքմարտարկյալի կարգավիճակում, թե մնացածը շատ ավելի լավ ես տեսնում սխալները, թե քո սեփական, թե քո նախկինի, թե քո հաջորդի, թե քո հաջորդի։ Ու իսկապես հասկանում ես, որ ճիշտ գնահատելով այդ ամեն ինչ, հասկանում ես, որ այս ամեն ինչին պետքա վերջ տրվի, բայց այս ձևով այլ ձեռագիր եք կանեցնելու։ Դուք դա պնդում եք անում։ Չէ, ենթադրություն։ Իշխանության դեպքում այլ ձեռագիր եք բանեցնելու, քան ձեր հայրը։ Ես խոստանում եմ, որ դա այդպես չի լինելու։ Ձեր ենթադրությունը Աստծո հաջողությամբ, մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ թող ամեն ինչ փոխվի եւ մենք մի պայծառոր իրար հետ կարող ենք խոսել ու ես ձեր աչքերին նայելով ասեմ, որ տեսակ որ այդպես չեղավ։ Ձեր աչքերին նայելով պարոն Քոչարյան, ես ուզում եմ հավատալ ձեր անկեղծությանը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար